Հարութ։ Կարամ իմանամ ում հետ էիր խոսում այս ժամին։ Կարող է խանգարեցի։ Ուղղակի ես քեզ էի զանգում դու ինձ, դրա համար երևի սպանված է ցույց տվել։ Լուրջ։ Եթե տենց է, ուրեմն ուրախանալու առիթ կա։ Ինչի՞։ Չէ, հեչ, ուղղակի։ Ես ուղղակի ուզում եի իմանալ դու նորմալ տուն հասել ես, թե չէ։ Սեդ պետք չի արդարացնես զանգը, թե ինչ ես ինձ զանգում։ Ես քեզ ասել եմ, որ երբ ուզես կարող ես զանգել ու ընդհանրապես ես միշտ էլ սպասում եմ քո զանգին։ Չգիտեմ ճիշտ եմ անում թե չէ, բայց ուզում եմ որ իմանաս։ Ինչը։ Սեդ ես կարճ ժամանակահատվածում դու իմ համար շատ կարևոր մարդ ես դարձել ու երբ գիտեմ որ տխուր ես, նեղված ես, չգիտեմ լացում ես կամ ինչ-որ մի բան է ինչի քո հետ ու ես հանկարծ չեմ կարողանա քեզ օգնեմ, այդ ամեն ինչը սպանում է ինձ։ Ուզում եմ որ մի ժպտաս։ Հարութ, բայց այդ նորմալ չի։ Իսկ ինչն է աննորմալ։ Դու երևի մոռանում ես, հա, թե իմ հետ ինչ է եղել։ Մենք որտեղ ենք հանդիպել, ոնց ենք ծանոթացել։ Սեդայս կլինի դու մոռանաս այդ ամեն ինչի մասին։ Ու ընդհանրապես հերիք է քեզ մեղադրես մի բանում, ինչում որ ընդհանրապես քո մեղավորությունը չկա։ Մենք կգտնենք այդ մարդկանց ու հաստատ իրենք պատիժը կստանան։ Էլ չեմ ուզում հիմա ուրիշ բաներ խոսեմ, ուշ ավելի լավ է քնես, բայց ինձ խոստացի, որ վաղը պետք է տեսնենք իրար ու ինձ ամեն ինչ պատմես։ Չէ, չեմ խոստանում։ Դե ես կսպասեմ։ Սեդ, ինչ ա եղել առավոտ զանգեցիր, ձենիցդ զգացի, որ մի տեսակ ես։ Սեդ, ինչ ա եղել։ Ես մենակ քեզ եմ ասել, որ ինչ-որ բաներ եմ սկսել հիշել։ Հարութ, մենակ քեզ եմ ասել, որ սկսել եմ ինչ-որ բաներ հիշել, ասել եմ, որ դեմք չեմ հիշում, բայց ինչ-որ սիտուացիաներ եմ հիշում։ Ու այդ մարդիկ երեք ինձ նույն բանը ասեցին, նույն բանը, տենց ոնց ա լինում։ Հարութ։ Ինչ։ Ինչի ոչ մի բան չես ասում։ Իսկ ինչ ես ուզում որ ասեմ։ Արդարանամ։ Հա։ Չէ, ուղղակի բացատրի, որ հասկանամ ինչ ա կատարվում։ Չէ, լուրջ մտածում ես, որ այդ ամեն ինչը ես եմ կազմակերպել։ Հա։ Խոսա։ Մի գոռա։ Չեմ գոռում, բարձր եմ խոսում, որ ուղղակի լավ լսես։ Ու ընդհանրապես, եթե տենց ես մտածում, կարաս շարունակես հենց տենց մտածել։ Տենց բոլորին ձեռ կտա։ Կարաս գնաս ուղղակի ասես, որ ին վրա ես կասկածում։ Հա, տենց էլ արա։ Ու այդ ժամանակ բոլորը կլինեն գոհ ու երջանիկ։ Բարի լույս։ Փաստորեն նկատել ես, որ լույսը բացվել է։ Չսկսես էլի, գործեր ունեի։ Օֆիսում էիր, գործեր են կուտակվել, չէ՞։ Ասեմ ավելին չես էլ հասցրել ավարտել։ Եկել եմ փոխվեմ գնամ։ Ասենց առանց քնել ոնց ես դիմանում, մեղք չես։ Կդիմանամ։ Իսկ երեկոյան ազատ ես։ Ինչ համար ես հարցնում։ Դե ուզում եմ միասին տեղ գնանք։ Վաղուց ժամանակ չենք անցկացրել իրար հետ։ Դու մի անհանգստացիր։ Ես արդեն ամրագրումն արել եմ ռեստորանում։ Որ հասցնեմ կգնանք։ Իսկ դու ամեն ինչ կանես, որ չհասցնես, չէ՞։ Ինչ ես ուզում։ Սեր, Մինաս, սեր,
Ընդամենը սեր, ուրիշ ոչ մի բան։ Սյուզի, մենք մեծ մարդ ենք։ Լուրջ ես ասում։ Իսկ կարող է ուզում էիր ասեիր արդեն մեծ կին ես ու էլ հետաքրքիր չես։ Հա? Չէ, դու ասա, ես չեմ դեղվում, հանգիստ ասա։ Այդ ոնց է ստացվում, որ մենակ իմ համար ժամանակ չունես։ Իսկ ուրիշների համար ժամանակ էլ ունես։ Լավ էլ ռոմանտիկ ես, լավ էլ երիտասարդ ես, հա? Հա, շատ ռոմանտիկ եմ։ Ամբողջ գիշեր շենքի վրա փուչիկ էի կպցնում, վարդերով սրտիկ էի նկարում։ Դրա համար եմ տենց հոգնած։ Դու լրիվ ես ցնդե։ Ես գիշերը օֆիս եմ եկել։ Օֆիսում մարդ չկար։ Դուռը փակ էր։ Մի բան էլ հիշացնեմ, կարող եմ մոռացած լինես։ Հիշվես, որ իրար հետ գնացել էինք Սևան, դե այդ դեպքի վայր։ Այդ մասին էլ ոչ մեկ չգիտեր բացի ինձանից։ Հետո գնացինք ու տեսանք, որ այդ շենքը վառված է։ Ինչ-որ բանի մասին չես մտածում, մենակ ես գիտեի, տես։ Այդտենց կարող է կասկածներդ ավելի շատ փարատվեն։ Հարութ, սպասի, մի գնա, խնդրում եմ։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ, որ խոսենք, ուզում եմ, որ հասկանաս ինձ, ուզում եմ գոնե դու ինձ հասկանաս, իմ համար էլ է դժվար։ Արի քննարկենք, հասկանանք ինչ է կատարվել։ Իրար հետ Բա ինչ ես ուզում, որ մտածեմ։ ոնց մտածում ես, տենց էլ շարունակի։ Ճիշտ ուղղության վրա ես։ Ախպերդ էլ երջանիկ կլինի, որ այս թեման փակվի։ Խնդրում եմ, հասկացի ինձ։ Իսկ դու քեզ հասկանում ես, որ ես քեզ հասկանամ։ Ասում ես եկել էիր օֆիս։ Դե ինչ կարող է այդ ընթացքում դուրս եմ եկել։ Կարող է մինաս։ Ամեն ինչ էլ կարող է։ Ամեն ինչ էլ նորմալ է։ Ու ամեն ինչ նորմալ կլիներ, եթե դու չանեիր այն, ինչ որ հիմա ես անում։ Ինչի ես անընդհատ իմ տարիքը ինձ երեսով տալիս, հա? Դու էլ երիտասարդ չես մնում, դու էլ ես մեծանում։ Բայց ես քեզ երբեք դրա մասին բան չեմ ասում։ Ճիշտ հակառակը։ Ուզում եմ միասին տեղ գնանք, ուզում եմ երջանիկ լինենք, ուզում եմ իրար սիրենք, ուզում եմ իրար ջեր խոսքեր ասենք։ Ձախ ոտից ես զարթն է։ Չեմ էլ քնել։ Դե գնա քնի մի 2 ժամ։ Կզարթնես Էլենին վերցրու գնացեք ռեստորան, կցրվես մի քիչ։ Էլենի հետ չեմ ուզում գնամ։ Ու եթե քեզ հարմար չի, արդեն կմտածեմ ում հետ գնամ։ Լավ։ Լավ, ու վերջ։ Այսինքն քեզ մեկա ես ում հետ եմ գնալու, հա? Խանդել չկա քո մեջ մինաս։ Այ հոգնեց ես խոսակցությունից։ Քանի անգամ ասեմ, որ էլ ինձ չզանգեք։ Էդ ով էր։ Չգիտեմ ով է։ Անընդհատ անհանգստացնում է, զանգում է։ Ով։ Ասում եմ չգիտեմ, ինչ որ մի հատ տղամարդ է, անընդհատ զանգում է։ Ասում եմ մի զանգի, բայց էլի զանգում ու անհանգստացնում է։ Հարութ, խնդրում եմ, հետ արի։ Մենք իրար հետ պիտի խոսենք, ու այդ շատ կարևոր է։ Դու ինքդ էլ հասկանում ես, չէ՞, որ այս ամեն ինչը շատ տարօրինակ է։
Իսկ ես այս մասին մենակ կարամ քո հետ խոսամ։ Այդ ի՞նչ է նշանակում, որ ես քեզ վստահում եմ ու քեզ հավատում եմ։ Խնդրում եմ, արի խոսենք։ Դու ինքդ էլ հասկանում ես, չէ՞, որ այս ամեն ինչը շատ տարօրինակ է։ Իսկ ես այս մասին մենակ կարամ քո հետ խոսամ։ Այդ ի՞նչ է նշանակում, որ ես քեզ վստահում եմ ու քեզ հավատում եմ։ Խնդրում եմ, արի խոսենք։ Գնատուն։ Գնատուն։ Դե օրը մի մտածի, վնաս կտաս քեզ, ու այստեղ չզանգես։ Վերջ։ Ասում եմ անհանգստացնում ա Մինաս։ Դե մարդ ասեց սխալ է զանգե։ Ինչ ես պրոբլեմ սարքում։ Պրոբլեմ չեմ սարքում, վերցրունայի քանի անգամ ա զանգել։ Ասում եմ մի զանգի էլի զանգում ա։ Սյուզի, ուրեմն ժամանակ էլ է սխալվե։ Մարդ էլ չի զանգելու։ Մի չափազանցրու։ Մինաս, դու իմ հանդեպ ինչ-որ բան զգում ես։ Սեր զգում ես։ Չէ մի թաքցրու, ճիշտ ասա, նայի աչքերից մեջ ու ասա, ինչ-որ բան զգում ես։ Դու հասկանում ես ինչի ահավոր ա մի մարդու հետ քնել մի անկողնում ու ամեն Աստծո օր խնդրել, որ մի կտոր ջերմություն շպրտի դիմացդ։ Բայց մեկ այլի չստանալ, մեկ այլի դատարկաձեռն մնալ։ Դու խիղճ ունես։ Դու հասկանում ես ես ինչ վիճակում եմ։ Դու ինձ նեղացնում ես ու թողում գնում ես։ Իսկ խիղճդ քեզ չի տանջում, թե ես ինչ վիճակում եմ մնում տանը։ Մի տան մեջ ապրելով մենք ամուսիններ չենք դառնում, Մինաս։ Այս պատերը չեն տունը տուն սարքում։ Մենք որ իրար կողքի պարկում ենք մեջքի, դա չի նշանակում, որ մենք մտերմանում ենք։ Մի առաստաղի տակ քնում ենք, բայց կիլոմետրերով հեռու ենք իրարից։ Դու արթնանում ես, մի կոպիտ բան ես ասում ու ամբողջ օրս մթնում ա։ Ուղղակի նայում ես դեմքիս, ունես հայացքով ես նայում, որ ինձ անպիտան, չպետքական էակ եմ զգում։ Մինաս ես քո թշնամին չեմ։ Մենք օտար չենք իրար։ Ես էլի այն նույն Սյուզին եմ, ում դու սիրել ես, ով քեզ հավատացել ա ու բռնել ա քո ձեռքը։ Ու գրողը տանը ես քեզ հիմա էլ եմ հավատում, ու միշտ եմ հավատալու։ Որովհետև սիրում եմ, որովհետև ուզում եմ միասին լինենք, որովհետև ես չեմ լինի առանց քեզ, իսկ եթե լինեմ էլ այն չեմ լինի։ Սյուզի, խնդրում, հանգստացի։ Մինաս, ես օր ու գիշեր քո հետ պայքարել եմ քո հաջողության համար։ Երեսով չեմ տալի, գիտես, սիրով եմ արել, այդ իմ պարտականությունն է եղել, բայց հիշի, որ դու էլ պարտականություններ ունես, ու եթե սեն շարունակվի, ես ուղղակի կգնամ, անվերադարձ կգնամ, ու գնալուց մենակ չեմ գնալու։ Լավ մտածի, այդ աղջիկը արժանի ա, որ դու առանց Եվա մնաս, հա? Ինչ աղջիկ։ Բարևս։ Բարսա։ Հաստորեն արդեն այսքան վատ է հա սկսվում մեր խոսակցությունը։
Էլեն, մի հատ դու ինձ կասես, ով ես դու իրականում։ Այսինքն Այսինքն դու ընկերուհիս ես, թե թշնամիս ես։ իսկ կարելի է այս հարցադրմանդ պատճառն իմանալ, թե կանչել ես, որ մենակ մեղադրանքներ հնչեցնես։ Նոնայի հետ եմ խոսացել։ Ու ինքը ինձ ամեն ինչ պատմել է։ Ինձ ասել է, որ դուք շատ լավ եք, օրը հասկացել եք, որ ես լավ վիճակում չեմ, որ անհանգիստ եմ։ Շատ լավ իմացել եք, որ երբ որ դուրս եմ եկել, նվերը իմ հետևից չի եկել։ Ու չեք եկել հետևիցս։ Հետո նոնային դու չես թողել, որ գա հետևիցս։ Ինչի։ Ինչի չես թողել, Էլեն։ Հա, չեմ թողել, որովհետև մտածել եմ, որ այդ պահին քեզ հանգիստ է պետք։ Լուրջ, դու հիմա լուրջ ես խոսում։ Ես անհանգիստ եմ, վատ վիճակում եմ, դու մտածել ես, որ ինձ հանգիստ է պետք։ Ինչի մենք երկու օրվա ծանոթներ ենք։ Ու հետո այդ ամեն ինչը ընդհանրապես քո բնավորության հետ չէր համընկնում։ Դու որ միշտ ուզել ես իմանաս լացիս պատճառը, ուրախությանս պատճառը, տխրությանս պատճառը, ամեն ինչի պատճառը։ Բա ինչի այդ օրը որոշեցիր ինձ հանգիստ թողել։ Ես իսկապես չեմ ուզում հավատալ, որ դու հենց հիմա փորձում ես այդ պատմությունը շուռ տալ իմ վրա։ Դու լուրջ մտածում ես, որ ես հատուկ եմ արել։ Դու մտածում ես, որ ես եմ, հա, կազմակերպել այդ դեպքը։ Լավ է, դեպքում ինչի ոչ մի բան չես արել։ Դու ինքդ քեզ հակասում ես։ Մեկ ասում ես, որ մտածեցի նվերի հետ ես գնացել, այսօր ասում ես ուզում եմ քեզ հանգիստ թողել։ Բա ինչի որ նոնան առաջարկել է զանգել նվերին չես թողել։ Որովհետև մտածել եմ, որ եթե նվերը գա, կվիճեք։ Նվերի բնավորությունը իմանալով գիտեի, որ եթե գա ավելի ամեն ինչ բարդացնելու է։ Հա, հասկացա, այս ուղղակի շատ հեշտ հարց էր։ Լավ, բա Մինասին ինչի չես զանգել։ Սյուզին, քրոջդ, ինչի չես զանգել, ինչի ոչ մեկին ոչ մի բան չես ասել։ Հիմա ինչ ես ուզում, որ ես հավատամ քեզ։ Դու իմ փոխարեն լինեիր, չէիր կասկածի։ Ուզում ես, որ նեղանամ, հա։ Չէ, ուղղակի ուզում եմ, որ ճիշտը ասես։ Դու հաստատ շատ բան գիտես։ Հաստատ։ Սեդա, ես այդ ամբողջ ընթացքում քո հետ հավասար տանջվել եմ։ Ես իմ հարազատ քրոջ հետ հիմա շատ վատ հարաբերություններ ունեմ։ Ու այդ ամեն ինչը մենակ քո համար, որովհետև ես քեզ ուրիշ ձև եմ ընդունում։ Այդ բառերով, բա իրականում Չեմ ուզում հավատամ, որ ինձ կասկածում ես։ Ես չեմ ասում, որ այդ դեպքը դու ես կազմակերպել։ Ես չեմ ուզում հավատալ, որ դու ընդունակ ես, տենց հրեշավոր քայլի։ Բայց հաստատ մի բան արել ես։ Չգիտեմ։ Չես զանգել նվերին, որովհետև երևի ուզել ես նվերը գա տեսնի, որ ես ընդեղ չեմ։
Գիտես նվերի փաստը շատ բան է փոխում։ Շատ։ Ու դու հասկանում ես ես ինչ եմ ակնարկում։ Դու շատ լավ գիտես, որ քո երջանկությունը իմ համար միշտ կարևոր է եղել։ Ու երբ որ նվերը քո կողքին է եղել, ես ինձ ոչ մի ավելորդ բան թույլ չեմ տվել։ Հա, համաձայն եմ, բայց արի փակենք նվերի թեման, որովհետև այդ հիմա ինձ ամենաքիչն է անհանգստացնում։ Դու ավելի լավ է ինձ ասա, ինչ գիտես այդ օրվա մասին կամ ինչ ես արել։ Դու ավելի լավ է գնաս տուն ու փորձես մի քիչ հանգստանալ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ դու փորձում ես անընդհատ ինչ-որ նոր բաներ հիշել, բայց չի ստացվում ու դրա ֆոնին բոլորիս աջ ու ձախ կասկածում ես։ Բայց ես քեզանից չեմ նեղանում։ Ես հանում քեզ դրան էլ կդիմանամ։ Հիմա խնդրում եմ քեզ զոհի տեղ մի դիր ու նենց մի արա, որ ես քեզ խղճամ։ Սեդա ջան, ինձ խղճալ պետք չի։ Դու ավելի խղճալի վիճակում ես հիմա։ Իմացի, որ ամենաշատը ես երջանիկ կլինեմ, որ այս դեպքը բացահայտվի։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ թույլ չեմ տվել Նոնան նվերին զանգի, հա, արել եմ, ու թող այդ իմ միակ հանցանքը լինի։ Ես ուրիշ ոչ մի սխալ բան չեմ արել, մտածելու բան էլ չունեմ։ Շարունակի մտածել, ինչ ուզում ես։ Դավ ջան, ինչ է եղել, հո լուրջ բան չկա, զանգեցիր մի անգամից եկար։ Եղել է Հարութ, ու շատ լուրջ բան է եղել։ Ու ինչ է եղել։ Ես ու դու գողի միջոցով ենք ծանոթացել։ Նենց է ստացվել, որ մեր միջնորդն ինքն է եղել ու ես հիմա ինձ ահավոր վատ եմ զգում, որ պատրաստվում եմ իր մասին խոսել։ Խնդրեց քեզ չասեմ, բայց ուրիշ ձև չկա։ Պետք է մի բան անենք։ Տեսա, որ գողը խնդիրներ ունի, ես այդ ամեն ինչի մասին գիտեմ։ Ու նաև վստահ եմ, որ ինձ լրիվ չի պատմել։ Գողը գլխին հավաքած լիքը պարտքեր ունի։ Հերիք ինձ են եկել տեսել այդ թեմաներով։ Շանտաժ են ինձ անում։ Գիտեմ, որ ընկերս է։ Այդ պարտքերից տեղյակ եմ։ Շնայց ասաց, որ շատ վատ ճանապարհով, բայց լուծել է այդ հարցերը։ Կոնկրետ ինչ ասել։ Ասաց, որ գողություն արել։ Ճիշտ է, որ այն ջղայնացա, բայց Տեղյակ չեմ։ Չգիտեմ, արել է թե չէ, բայց որ այդ պարտքերից վրձես լիներ, ինչ շանտաժ չէին անի։ Հիմա զանգում եմ չկա, երեկվանից չկա։ հասկացա Դավ ջան։ Փորձում գտնեմ ու կկապնվեմ հետդ։ Ախպեր, ձեռքերը որ ինձ են ասել, քեզ էլ են մի օր հասնելու։ Այս հարցին լուծում է պետք տալ։ Լավ, ինչ է ուզում այդ տղան իր կյանքից։ Ինչի հանգիստ չի ապրում։ Չգիտեմ, ախպեր, չգիտեմ, բայց չեմ ուզում որ կործանվի։ Դե հա, ոչ մեկս էլ չի ուզում։ Դա որ քեզ հանգարցելի կզանգեն ու կփորձեն հանդիպեն հետդ, ինձ ուղղակի տեղյակ պայի կգամ, միասին կգնանք, ինչ որ լուծում կտանք, կխոսանք հետները, մի բան կպայմանավորվենք, լավ։ Լավ, որ մի բան իմանաս, կզանգես։ Ես կգժվեմ այս ամեն ինչից։ Սեդ ինչ է եղել։ Ես մենակ քեզ եմ ասել, որ ինչ-որ բաներ եմ սկսել հիշել։ Հարութ, մենակ քեզ եմ ասել, որ սկսել եմ ինչ-որ բաներ հիշել, ասել եմ, որ դեմք չեմ հիշում, բայց ինչ-որ սիտուացիաներ եմ հիշում։ Ու այդ մարդիկ երեք ինձ նույն բանը ասեցին, նույն բանը, տենց ո՞նց է լինում։
Գիտես, չէ ինչի համար ենք հանդիպել։ Պատասխանդ բարձրաձայնելու ժամանակն է։ Դու այնքան ես շտապում, որ նույնիսկ չես հարցնում, թե ես ոնց եմ։ Եթե կողքս նստած ես, ուրեմն ամեն ինչ լավ է, Էլեն։ Արի ձևականությունների հետև մի ինքի։ Ֆիզիկապես գուցե, բայց հոգեպես ես ինձ շատ վատ եմ զգում։ Եթե մի քիչ զգացմունք ունենայիր, հաստատ կզգայիր։ Փիլիսոփայությունը սիրածը տարարկանա, չէ եղել։ Չէ, նվեր։ Ես ուզում եմ, որ մենք գոնե այսօր իրար հետ անկեղծ լինենք։ Ճիշտն ասա ինձ։ Սեդային ցավեցնելու համար այս քո քայլը Թե ինչ։ Շարունակի հետո պատասխանը կտամ։ Երևում է դու այն օրը լավ չես հասկացել իմ ասածները։ Իմ համար ահավոր զարմանալի է այս քո պահվածքը։ Դու երբևէ ինձ չես ասել, որ սիրում ես։ Երբևէ չես հասկացրել։ Մեր մեջ ոչ մի բան չի եղել, մեր մեջ չի եղել այն ինչ որ քո ու Սեդայի մեջ կար։ Պետք էլ չի որ լինի։ Սեդան արժանի չի դրան։ Ես իրան չեմ էլ սիրել։ Կամ եթե սիրեի, Էլեն, սեն շուտկի ястафей։ Նվեր, Պարտադիր պետք է ասեմ, որ սիրում եմ քեզ, որ հավատաս։ ես ուղղակի ուզում եմ վստահ լինել, որ դու ինձ չես օգտագործում։ Այսինքն, Ես զգում եմ, որ դու ինձանից ինչ-որ շահ ունես, բայց թե ինչ շահ, այդ չեմ հասկանում։ Էլեն ինչ շահ պիտի ունենամ։ Ինչա հետդ կատարվում։ Ով է ուղեղդ լվացելում, այդպես դու կիսվել, որ սենց բաներ ես հիմա խոսում։ Բարի օր տղերք։ Բարև ախպերս։ Բարև ախպերս։ Գորիս տեղ եկեք, այս կողմերը երևացել, հա։ Չէ, չի եկել։ Ես քանի որ չկա, չի երևում։ Չնայած ավելի լավ պրոբլեմների մեջ չի գցում։ Այսինքն, Այսինքն որ փող ա վերցնում, այդ փողի հետ տալու մասին լրիվ մոռանում ա։ ոնց ձեզ էլ է պարտք։ Հա, բայց այդ հեչ։ Գիտենք, որ փողի խնդիր ունի ու պարտքերի մեջ թաղված է։ Լավ տղերք, ապրեք։ Տղա ջան, Ես մի օր կցնդեմ այդ տղու ձեռը, լուրջ եմ ասում։ ինչ է եղել։ Իմ պրոբլեմները թողած իրա մասին եմ մտածում։ Գորի մասին ես խոսում։ Հա, մամ ջան, մեր գորի մասին եմ խոսում։ Չնայած այդ մեր գորից ոչ մի բան չի մնացել։ Չեմ հասկանում ինչա կատարվում այդ տղու հետ։ Ինչ ա պատահել, մի բան ասա հասկանամ։ Ոտքից գլուխ պրոբլեմների մեջ է, միջև կոկորտը խրված է պարտքերի մեջ։ Ու ամենավատենը, որ ես այդ ամեն ինչի մասին ուրիշներից եմ իմանում, մամ։ Ինձ չի ասել։ Այ քեզ բան։ Դե իրա տարօրինակությունները ես վաղուց էի նկատել։ Հիշում ես, որ քեզ Սեդայի պահով անընդհատ բաժին էին կանչում։ Այ հենց այդ օրը իրան տեսա ու պաղկվեց, զարմացա։ Մամ, մի րոպե։ Այսինքն ոնց տեսա պաղկվեց։ Ուզում ես ասես դու այն օրը երբ ինձ բաժանմունք են տարել, այդ օրը գորին տեսել ես։ Հա, տեսել եմ։ Մամ ջան, ինքը այդ ժամանակ Եգիպտոսում է եղել, ոնց պետք է տեսնեիր։ Չգիտեմ, տղա ջան։ Բայց իմ խոսքերը դու հիմք մի ընդունիր, որովհետև կարող է սխալվում եմ։ Ինչ իմանամ։ Լավ, բայց չեմ հասկանում ինչի պետք է մեզ խաբեր։ Դավ, ուր ես ախպերս, պիտի տենանք իրար։ Հա։ Ոչ մեկի։
Չէ, հաստատ ստեղ մի բան այն չի։ Դու այսօր ման շատ ես սպասել։ Ես այդ զգացել եմ, ես գիտեմ։ Քո այդ մի բան կատարվում է, Էլեն։ Նվեր, ես պիտի վստահ լինեմ, որ դու ինձ սիրում ես։ Չես հասկանում։ Սիրում եմ։ Ինչ հեշտ ես ասում։ Նվեր, Ինչ անեմ, որ հավատաս։ Հենց հիմա փախցնեմ քեզ։ Ես ուզում եմ ընտանիք կազմենք, երեխեք ունենանք, աղջիկ, տղա։ Չես ուզում։ ես շատ եմ ուզում, բայց ես հիմա պատրաստ չեմ։ Ես պիտի մտածեմ, ես պիտի հասկանամ։ Իսկ դու Ես հասկանում եմ քեզ, Էլեն։ Աղջկա համար բարդ է միանգամից տենց պատասխանել եմ։ Ես կսպասեմ։ Վաղն է, մյուս օրն է։ Դու ինձ պետք է պատասխան տաս։ Հիմա քեզ տուն կտանեմ։ ես կգնամ։ Ես քեզ կտանեմ։ Զանգեցի անջատեցիր։ Ես էլ սկսեցի անհանգստանալ։ Խառն է ուղակի։ Հասկանում եմ, որ տանն էիր, կաշխատեմ էլ չզանգեմ։ Խնդրում եմ կեր էլի, շատ համով եմ։ Մինաս, դու շատ լավ մարդ ես։ Դու ուղղակի իդեալական տղամարդ ես։ Մեկ-մեկ զարմանում եմ, ոնց կարար քո նման կայացած հասուն խելացի տղամարդը իմ նմանի վրա ուշադրություն դարձներ։ Բայց ես վախ ունեմ ու այդ վախը Մի րոպե համբերի էլի։ Ես քեզ։ Էս ինչ է։ Բացին այն։ Հավանեցիր։ Շատ։ Քեզ ինչ եղավ։ Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ ես քո հետ սրա համար եմ։ Ինձ դա պետք չի։ Դες ես շատ լավ գիտեմ դու ինչի համար ես։ Ես գիտեմ, որ սրա համար չես։ Արի բաներ մի խառնի իրար էլի։ Բա քո ընտանիքը մինաս։ Մանա իմ ընտանիքն է։ Եվ դա մենք չենք քննարկում։ Ինձ քո հետ խաղաղ է, լավ է, հանգիստ է։ Ես չեմ ուզում դու լինես այն մարդկանցից, որ ինձ հարցեր են տալիս։ Բար չասես, գնում եմ հենց հիմա Մինասին տեստեմ, արդեն Հայաստանում է։ Էս գործ է, Մինաս ջան։ Դու գործը չես սիրում, չէ՞, անձնականի խառն ես։ Գտար, իմացար մի բան։ Չէ։ Ինչքան հնարավոր տեղ կար նայել եմ, բայց չկա։ Լավ չի։ Մի փորձանք է եկած չլինի։ Դավ քեզ մի հարց ունեմ, ու ակնկալում եմ, որ պետք է անկեղծ պատասխան տաս։ Հոսո։ Գորը այս ընթացքում երկրից բացակայել է, Եգիպտոսում է եղել։ Եգիպտոս։ Ինչ Եգիպտոս է եղբեր։ Ինչ գիտեմ, այն խնդիրներից դեռ չի ազատվել։ Չով պետք է գնալ Եգիպտոս։ Չգիտեմ, մի շաբաթ չկար, ես խնդիրներ ունեի, չէր գալիս։ Հետո հայտնվեց ու ասաց, որ Եգիպտոսում է եղել։ Չնայած, որ ես իմացել եմ, որ իրանք քաղաքում տեսել են։
Իմ ստխափելու։ Բայց հաստատ չի գնացել ես մի ամսվա մեջ։ Կարող է ուղղակի դու տեղյակ չես։ Հարուտ, ես 100%-ով բան եմ ասում, ինքս տեղ է եղել։ Մեր տանն էր մի որոշ ժամանակ ապրում, դե հորդ էր վիճել։ Մի 3 օր չկար, չասեց ուր ա եղել, բայց հաստատ Եգիպտոսում չի եղել։ Հիմա սկսել է անընդհատ խաբել։ Ես որ 1000 տարվա անգելն եմ ինձ էլ է խաբում ախպերս։ Դե չէ, միշտ ասում էր, որ քեզանից ամբաչում է, չի ուզում որ իմանաս։ Կապ չունի, հետ իր արարքները չի արդարացնում։ Դե, որ հայտնվի, ամեն ինչ կիմանանք։ Հետ էլ է հարց, ճիշտը կիմանանք թե չէ։ Վայ ես ձեր։ Սպնար ասրանք։